այս արարողությունը տեղի է ունեցել եւ բնականաբար բացառու տեսուչը Կարեն Նալբանդյանն է եւ ՀՖՖ պատվիրակը Միհրան Ներսեսյանը։ Այ հիմա ավազում են անընդհատ հուշը։ Կարեն Նալբանդյան երկար փոխանցում Տուգարան հրապարակ, փորձում էին երկրորդ հարկում հաղթ, Ալաշկերտի ֆուտբոլիստները կարող են գրոհել։ Հիմա գնդակը աջ եզրում է։ Չանցավ փոխանցումը Տուգարան հրապարակ եւ երկու կենտրոնական պաշտպանները Սեզարը եւ Մատյուխինը եկել են Տուգարան հրապարակ։ Մովսեսյան փոխանցեց գնդակը, Բեգլարյանը դուրս է գալիս, մի փոքր ռիսկային է Սաբոբոին։ Գրոհում է Ալաշկերտը, վտանգավոր է եւ ընթացքում կփորձենք նաեւ ճշտել։ Հիմա գրոհում է Արարատը, Զախեզրով, Վարդան Մովսեսյան, Մովսեսյանը գնդակն ուղարկեց կենտրոն։ Երբից փորձում էր անգամ կենտրոնական պաշտպանները։ Ալաշկերտի գրոհը չի ավարտվել։ Էդգար Փիլոյան, Փիլոյանը գնդակը կախում է կենտրոն եւ վտանգավոր է։ Այսպես առաջ գալով Ալաշկերտը կարող է նաև թիկունքում տարածություններ տալ Արարատի ֆուտբոլիստերին, վտանգավոր է հիմա Ouattara փոխանցեց, բայց ու տեսնենք այս անգամ ինչ է քաղելու Արարատը։ Բարձրից փոխանցում Բեգլարյան հեռացնում է շատ անհաջող։ Ցանց են գործում Աչեզրով։ Մոտեցավ Տուգարան հրապարակին Ալաշկերտի ֆուտբոլիստը Նալբանդյան։ Վտանգավոր է եւ փրկում է դարպասապես անգամ գնդակը պարզապես դուրս է գալիս եւ հեռանում է դաշտի սահմաններից։ Հետաքրքիր է, որ մրցավարը հաջողության հասնելու համար Մոմոտուրեն դուրս եկավ խաղադաշտ եւ Օլավալե Ֆարայոլան։ Աղի մեջ շատ վտանգավոր է Նալբանդյան։ Աղաց Ֆարայոլայի հետ։ Ֆարայոլան կաշ տարածության վրա անցավ, բայց նրա փոխանցումից հետո նորից գնդակը չի հասնում կենտրոնական արձակվողի։ Հիմա էլ աջ եզրով է գրում Ալաշկերտը, վտանգավորը եւ ինչ Վանիսյանը իդեպ Վանից է ամրանը տեղափոխվել։ Աջ եզրով է առաջ շարժվում հիմա Ալաշկերտը եւ 11 մետրանոց հարված։ Չեղքեցին պաշտպանությունը Մալիկ Բերտեն դեղին քարտ է ստանում ու ի վերջո 3 փոփոխություն է լինելու։ Հաստատված է Նալբանդյան, շանս ուղակի չի տալիս, առանց ավելորդությունների, պարզապես ուժեղ, հուշկու արված, որից մետրանոցից, բայց այդ 11 մետրանոցը վաստակել էր մասում։ Ռոշալ եղաղում Ազոնգոն, գնդակն ուղարկեց Զախեզեր, գրում է Արարատը, վտանգավորը և փրկեց, վտանգավոր դրություն չեր եղել, նորից գրում են Զախեզրով, սա շանս էր, բայց ինչքան կաղարկեցին, Նալբանդյանը որոշեց այլ տարբերակ, ընտրել վտանգավորը և փրկեց, Մովսեսյան, լավ էր մտածել, գնդակը չասավ Տուգարան հրապարակ, Անզոնգո, Երջապես առաջին անգամ մենք Արարատին տեսնում ենք գրեթե ամբողջ կազմով Ալաշկերտի կիսադաշտում վտանգավոր է։ Կարելի էր գրավել դարպասը, բայց նորից բախտը ժպտաց հիմա Ալաշկերտին։ Վտանգը շարունակվում է, գրոհ շարունակվում է եւ Բեգլարյանն է հիմա էլ փրկում։ Նորից Նալբանդյանն է գնդակով։ Եվ խաղից դուրս վիճակը թե այս րոպեների Ֆարայոլա հիմա եկավ Զախեզեր, ասումուն գնաց աջ եզրում խաղալու Հակոբ Հակոբյան, երկար առաջընթաց էր և 2-0 է դառնում հաշիվը, անթերի պարզապես 10 ժամանակ ձախ պաշտպանը թերացավ, երկրորդ գոլի ժամանակ էլ էլի նույն ձախ պաշտպանը թերացավ Ֆարայոլա, երկար պայեց Ֆարայոլան, բայց գնդակը նորից մնում է Արարատի մոտ։ Ֆարայոլա 3-0 դուբլի հեղինակ է դառնում Մասումուն, 2 գոլ, 1 վաստակած
Այս անգամ գնդակից կարճել կարողացան եւ կարմիր քարտ է ստանում Ալաշկերտի ֆուտբոլիստը սկզբում դեղին քարտ ցույց տվեց եւ հետո Ժեզուսը հերա Մարտեսյանը եկավ դրվագը նայելու կարող է չեղարկվել կարմիր քարտը եթե գալիս է նայելու դա նշանակում է որ վիճահարույց բան կա եւ չդիպավ կարծես թե ոտքին հարևանությամբ դրեց ահա հետ է գալիս դեղինը չեղարկեց եւ ամեն ինչ կարգին է այդ նոր կանոնները շարունակվում Ալաշկերտի համար Աղբալյանը դեռ սպասում է իսկ հիմա բարդ րոպեներ են եւ կարող էր աղարկեց գնդակ Արարատը խանցում Տուգարան իրապարակ իսկ վերջին գրողն է գուցե կազմակերպում Ալաշկերտը իսկ Մարտեսյանը թույլ չի տալիս անգամ այս գրող ավարտել վերջ ավարտված է հանդիպումը Ալաշկերտը տնային խաղում 3-0 հաշվով առավելության հասավ Արարատի նկատմամբ եւ